Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք Աթաբեկ Խնկոյանի «Իմաստուն մանուկը հեքիաթը»։ Սկսեցինք։ Արևելքի թագավորը պատճառ էր փնտրում, որ արևմուտքի թագավորի հետ կռվի։ Գիր ուղարկեց ու միջին այսպես գրեց. Արևմուտքի թագավոր, քո ձին, որ այդտեղ խրխնջաց, իմ ձին այստեղ վախեցավ։ Արևմուտքի թագավորը չհասկացավ արևելքի թագավորի միտքը, կանչեց իր նազիր վեզիրներին, որ բացատրեն, թե ինչ է ուզում ասի արևելքի թագավորը, բայց ոչ ոք չկարողացավ բացատրել։ Տեսավ, որ չի լինի, դեսպաններ ուղարկեց գյուղ ու քաղաք, որ մի այնպիսի իմաստուն մարդ գտնեն, որը կարողանա արևելքի թագավորի միտքը իմանա։ Դեսպանները շատ ման եկան, դես ու դեն ընկան, բայց մի մարդ չգտան, որ արևելքի թագավորի միտքը իմանա։ Վերջը մի գյուղի մոտ անցնելիս տեսան, որ մի մանուկ քարի վրա նստած է։ Այ տղա, հարցրեց դեսպանը, ուր է հայրդ։ Հայրս, պատասխանեց մանուկը, վեճ է ցանում։ Ինչպես թե վեճ է ցանում, այդ ինչ է նշանակում, բացատրի, խնդրեցին դեսպանները։ Այս ճամփի վրա, շարունակեց մանուկը, հայրս բոստան է դրել։ Անցնող դարձողը մտնում գազար է հանում, վարունգ է քաղում, սոխ է պոկում։ Հայրս էլ նրանց հետ շարունակ վիճում է ու կռվում։ Մայրդ ուր է։ Մայրս էլ արցունք է փող տալիս։ Էդ ինչ է նշանակում։ Այ թե ինչ է նշանակում։ Գյուղում մեկը մեռնելիս մայրս գնում է մեռելատերերի հետ լաց է լինում, արցունք փող տալիս։ Դեսպանները տեսնում են, որ այդ տղան շատ սրամիտ է եւ իմաստուն, մտքներում ասում են. կա չկա, այս տղան կբացատրի արևելքի թագավորի առաջարկությունը։ Վեր են առնում մանկանը, տանում թագավորի մոտ ու պատմում թագավորին հայ հեքիաթ, էսպես որ էսպես։ Մանուկ, ասում է թագավորը, թե որ կարողանաս արևելքի թագավորի միտքը բացատրես, իմ թագավորության կեսը քեզ կտամ։ Արևելքի թագավորը ինձ գիր է գրել, թե քո ձին այդտեղ որ խրխնջաց, իմ ձին այստեղ վախեց։ Սա ինչ է նշանակում, այդպես բան կարելի է։ Թագավորն ապրած մնա, ասում է մանուկը, արևելքի թագավորը պատճառ է փնտրում, որ քեզ հետ կռվի։ Ուղարկիր 300 ձիավոր, թող նրանք գնան մտնեն թագավորի մայրաքաղաքը ու շներին կոտորեն։ Գանգատը անշուշտ կհասնի թագավորին։ Թագավորը նրանց կկանչի իր մոտ, թող ձեր ձիավորներն ասեն, մեր թագավորի ոչխարի հոտի մեջ մտան գայլերը ու կոտորում են թշվառ ոչխարներին։ Մենք որքան ձայն տվինք հովիվների հետ, օգնության կանչեցինք ձեր շներին, ձեր շները չեկան ու չեկան, դրա համար էլ եկանք ու կոտորեցինք նրանց։ Թագավորը կզարմանա եւ կասի. այդ ինչպես կարելի է այնտեղից այստեղ ձայն կհասնի։ Թող ձեր մարդիկ էլ ասեն, այդ ինչպես է, որ մեր թագավորի ձին այնտեղ խրխնջալիս ձեր ձին այստեղ կվախենա ու ձեր շները մեր ու հովիվների ձայնը չեն լսի։ Արևմուտքի թագավորը այդպես էլ արավ։ 300 ձիավոր գնացին արևելքի թագավորի քաղաքը եւ կոտորեցին շներին։ Թագավորը նրանց կանչեց եւ բացատրություն պահանջեց։ Ձիավորներն ասացին. թագավոր ապրած մնա, այդ ինչպես է, որ մեր թագավորի ձիու խրխնջոցը ձեր ձին կլսի ու մեր հովիվների ձայնը ձեր շները չեն լսի, որոնք չեկան թշվառ ոչխարներին գայլերից ազատեին։ Արևելքի թագավորը այստեղ մատը կծում է ու հասկանում, թե բանն ինչումն է։ Ձիավորներն ազատ վերադառնում են իրենց թագավորի մոտ։ Միառժամանակ անցնելուց հետո արևելքի թագավորը ուղարկում է արևմուտքի թագավորին 2 աղավնի, երկուսն էլ միատեսակ, մեկը իրենն է լինում, մյուսը գյուղական, եւ պահանջում է, որ իմանա, թե որն է թագավորականը եւ որը գյուղականը։ Թագավորը նազիր վեզիրները չեն կարողանում իմանալ, թե որ աղավնին է թագավորինը, որը գյուղականը, դարձյալ դիմում են մանկանը։ Մանուկը այսպես է ջոկում աղավնիները, ասում է. մի տան մեջ կրակ արեք, թող ծուխը բարձրանա, որ աղավնին, որ ուշաթափվեց գետին ընկավ, իմացեք, որ նա է թագավորինը։ Ինչպես մանուկն է ասում, այնպես էլ անում են։ Արքունական աղավնին ծխին անսովոր է լինում, չի դիմանում, ծխից ուշաթափվում է ու ընկնում գետին։ Գյուղացու տանը մեծացող աղավնում ծուխը չի ազդում։
Արևելքի թագավորը տեսնում է, որ չի լինում, մի երկաթե տախտակ է ուղարկում արևմուտքի թագավորին, որ սա մի վերարկու կարի եւ ուղարկի իրեն։ Արևմուտքի թագավորը իմաստուն մանկան խորթով ուղարկում է իր թշնամուն մի մեծ ժայռի կտոր, որ սա թել պատրաստի այդ ժայռից վերարկուն կարելու համար։ Արևելքի թագավորը նորից մի առաջարկություն է անում արևմուտքի թագավորին, ահա թե ինչ։ Ուղարկիր ինձ մի այնպիսի եզ, որ ոչ սև լինի, ոչ սպիտակ, ոչ կարմիր, ոչ մոխրագույն, վերջապես ոչ մի գույն չունենա։ Արևմուտքի թագավորը դարձյալ իմաստուն մանկան խորթով գրում է արևելքի թագավորին. Արևելքի թագավոր, ուզածդ եզը պատրաստ է, մի մարդ ուղարկի, որ գա եզը տանի։ Միայն այնպիսի ժամանակ գա, որ ոչ առավոտ լինի, ոչ կեսօր, ոչ երեկո, ոչ գիշեր, եւ ոչ կեսգիշեր, ոչ լույս եւ ոչ մութ։ Արևելքի թագավորը իմանում է, որ ուժի դեմ ուժ կա, էլ կռվից չի գալիս արևմուտքի թագավորի վրա։ Արևմուտքի թագավորն էլ իր թագավորության կեսը տալիս է իմաստուն մանկանը, նրան անում է իր առաջին խորհրդատուն, հորն ու մորն էլ մոտն է բերել տալիս։ Այսպիսի հետաքրքիր հեքիաթ սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հեքիաթների ժամանակ։ Իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել եւ սեղմել զանգակ կոճակը։ Ցտեսություն։